Բարև ձեզ սիրելի հետևորդներ։ Այսօր որոշել եմ անդրադառնալ մի թեմայի, որը կարծում եմ, որքան էլ որ սպეციფიկ խումբ մարդկանց կհետաքրքրի, այնուամենայնիվ հետաքրքրություն պիտի ներկայացնի ցանկացած անձի համար, ով որոշակի առումով ստեղծագործություն է ստեղծում։ 2 օր առաջ հայտնի երգիչ Կարապետյանի հետ նրա ոչ ավել ոչ պակաս երգի հետ կապված սկանդալային իրադարձությունները կարծում եմ բոլորիդ են հայտնի, եւ ինձ այս կոնտեքստում առավելապես հետաքրքրեց այն հանգամանքը, որ հեղինակին հասցրել են միտեղ, որտեղ նա ստիպված է լինում գրել ուրեմն ստատուս եւ ասել, որ թեկուզ ուղղակի զուտ ֆիքսելու համար, որ 2018 թվականին այդ ստեղծագործությունը ստեղծվել է իր եւ մեկ այլ անձի կողմից որպես երաժշտության եւ բառերի հեղինակ։ Բանն այն է, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը մի քանի գործիքներ է տալիս հեղինակային իրավունքները հավաստելու համար, եւ եթե հեղինակը թեկուզ դրանցից մեկից օգտվել է, ինքը, այսպես ասենք, միջին վիճակագրական իրավաբանը կկարողանա պաշտպանել նրա օրինական շահերը եւ հուսով եմ այս առումով երիկը կհաջողի, ինքս էլ իմ պատրաստակամությունը հայտնում եմ բարեկամաբար իմ գիտելիքներն ու փորձառությունը այսպես ասենք, ծառայեցնելու այդ նպատակին։ Բայց ինչ եմ ուզում ասել, Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը նախատեսում է մի մեխանիզմ հեղինակային իրավունքների պաշտպանության համար, որը ցայսօր լայն տարածում չունի, եթե չասենք, որ չի կիրառվել։ Ես իմ ստեղծագործություններից մեկը դեռ անցյալ տարի այդ եղանակով եմ պաշտպանել եւ սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ ես առաջինն եմ եղել կամ գուցե այսպես ճշգրիտ լինելու համար եզակիներից տասնյակ նույնիսկ տարիների ընթացքում։ Խոսքը վերաբերում է նրան, որ հեղինակային օրենսդրությունն ասում է, որ հեղինակի համարվում այն անձը, ում անունը նշված է ստեղծագործության վրա կամ նշված է գույքային իրավունքների կոլեկտիվ կառավարում իրականացնող կազմակերպությունում, կամ նոտարի մոտ եւ այլն։ Այստեղ ուզում եմ կանգ առնել։ Իմ գնահատականով գույքային իրավունքների կոլեկտիվ կառավարում իրականացնող կազմակերպությունը, որը Հայաստանի Հանրապետությունում հայ հեղինակ կազմակերպությունն է տարիներ շարունակ, չնայած բազմաթիվ ջանքերին եւ ձեռնարկած միջոցառումներին եւ արձանագրած որոշակի հաջողություններին, այդուհանդերձ իրավունքների պաշտպանության տեսանկյունից չի կարելի համարել շատ արդյունավետ գործունեություն իրականացնող։ Ես երկրորդ մասին եմ ուզում անդրադառնալ նոտարի մոտ իրավունքների պաշտպանություն իրականացնելու։ Նոտարը ըստ էության պետության անունից հանդես գալու իրավազորություն ունեցող միակ սուբյեկտն է, որը հեղինակային օրենսդրությամբ թույլատրվում է, որ վերջինս կատարի փաստացի հեղինակության կանխաբարկացի, այսինքն անձի հեղինակ լինելու հետ կապված իրավունքի ուրեմն հավաստման կամ ճանաչման, ինչպես կուզեք ասեք, այլ գործընթացը։ Եվ դա իրականացվում է նոտարի կողմից իրականացվող նոտարիատի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում իրականացվող համապատասխան գործառույթների շրջանակներում։ Եթե կլինեն հեղինակներ, արտիստներ, ում սա կհետաքրքրի եւ ովքեր կցանկանան իրենց իրավունքները հետ այսու ավելի լավ ձևով պաշտպանել, ապա ես պատրաստ եմ տրամադրել համապատասխան տեղեկատվություն, գործիքներ ու ճանապարհային քարտեզ։ Եղեք տեղեկացված ձեր իրավունքներին։ Ձեզ դա որ եմ մաղթում։